Ժամը 17-ն է, Open Media-ի ուղիղ եթերում Ռինյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Փաշինյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Գազայի պատերազմի ավարտը խորհրդանշող պատմական իրադարձությանը մասնակցում են 2 տասնյակ առաջնորդներ։ Շարմ էլ-Շեյխում իջնելուց հետո սրանք առաջին կադրերն են, որտեղ երևում են Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Խաղաղության գագաթնաժողովին հրավիրված ղեկավարները զրուցել են, երբ նրանց է միացել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ալիևի հետ ջերմ ողջագուրվել է Փաշինյանի ձեռքը սեղմել, մինչև վերջերս Հայաստանի գոյությունը չճանաչող երկրի ղեկավարը։ Ավելի քան 20 երկրի ղեկավար է ժամանել Շարմ էլ-Շեյխ մասնակցելու նաև Գազայի հարցով գումարվող գագաթնաժողովին, այդ թվում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Մինչդեռ Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է, որ Բենյամին Նեթանյահուն կմասնակցի գագաթնաժողովին։ Տարածված հայտարարությունում նշվում է, որ Դոնալդ Թրամփն իսկապես հրավիրել է Նեթանյահուին, սակայն Իսրայելի վարչապետը չի ներկայանա գագաթնաժողովին հրեաների Սիմխաթ Թոր Անտոնին մասնակցելու պատճառով։ Համասը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցելու տարածաշրջանային եւ միջազգային առաջնորդների հետ խաղաղության վեհաժողովին։ Բացի 2 տասնյակ երկրի ղեկավարներից վաղ առավոտյան Եգիպտոս է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, նախագահելու են Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։ Քաղաքի փողոցներում նրանց պատկերներով դրոշներ եւ պաստառներ են, բարի գալուստ խաղաղության երկիր եւ միասին խաղաղության մեջ կարգախոսներով։ Մերի Դանիելյան, Open Media։ Իսկ մինչև այդ Փաշինյանը հերթական անգամ մարտահրավեր է նետել նախկին նախագահներին, վարկածներ շարադրելով Արցախյան խնդիրը վերջնականապես լուծած չլինելու իր պատկերացրած պատճառների մասին։ Ինչու Հայաստանի նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցին իրենց իսկ նկարագրած հոյակապ լուծումները, հարցրել է Փաշինյանը եւ ինքն էլ պատասխանել իր հարցադրմանը, նշելով իր տարբերակները։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Միացյալ Նահանգներ, Պապիկյանն իր տելեգրամյան ալիքում նաև տեսանյութ է հրապարակել, աշխատանքային այցով ժամանել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, գրել է նա։ Այլ մանրամասներ պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցից դեռ հայտնի չեն։ Ելիսեյան պալատը հայտարարել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը, ըստ փորձագետների ծայրահեղ ձախ եւ ծայրահեղ աջ կուսակցությունների միջև բախումը կարող է հանգեցնել նաեւ այդ կազմի հրաժարականին։ Վարչապետ վերանշանակված Սեբաստիան Լկորնյուն իրենց պաշտոններում է թողել արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին եւ արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենին։ Ամենաուշագրավ փոփոխությունը Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունիեսի նշանակումն է եղել ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը փոխարինել է պահպանողական Հանրապետական կուսակցության առաջնորդ Բրունո Ռետայոյին, որն ունի նախագահի հավակնություններ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Կատրին Ոտրենը, իսկ աշխարհի ուշադրությունն այս պահին ուղղված է Շարմ էլ-Շեյխին, ուր հավաքվում են 2 տասնյակ առաջնորդները խաղաղության համաժողովին մասնակցելու համար։ Միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Քենջոյանը։ Կարմիր խաչի մեքենաները լքել են Գազա քաղաքը, երբ Համասը փոխանցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ գերեվարված 13 ողջ մնացած իսրայելցի պատանդների առաջին խումբը, 26 զոհվածների մարմինները եւ 2 անհայտ պատանդների մասունքներ։ Նույն օրը նախատեսվում է ազատ արձակել շուրջ 2000 պաղեստինցի կալանավոր, ինչը Դոնալդ Թրամփի առաջարկած հաշտության համաձայնագրի մաս է, ուղղված Գազայի երկամյա կործանարար հակամարտության ավարտին։ Շարմ էլ-Շեյխում Թրամփի գլխավորությամբ անցկացվող գագաթնաժողովը, որին մասնակցելու են ավելի քան 20 համաշխարհային առաջնորդներ, կքննարկի տևական խաղաղության համար անհրաժեշտ պարտավորությունները։
Բախումները չեն դադարում ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսաստանը հայտնել է, որ խոցել է 72 ուկրաինական դրոն եւ մի քանի հրթիռ, ինչպես նաեւ հարվածել է Ուկրաինայի էներգետիկ եւ ռազմական օբյեկտներին։ Ուկրաինան էլ իր հերթին հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը Զապարոժիայի մարզի Մալիշ-Չերբակ գյուղի նկատմամբ եւ հայտնել Դոնեցկի, Օդեսայի եւ Չեռնիգովայի մարզերում էներգետիկ օբյեկտների վնասման մասին։ Financial Times-ի տվյալներով Միացյալ Նահանգները աջակցում է Ուկրաինային, տրամադրելով հետախուզական տվյալներ ռուսական էներգետիկ օբյեկտների դեմ հեռահար հարվածների համար, ինչը Ռուսաստանը համարում է վաղուց գործող պրակտիկա։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև սահմանային բախումները հոկտեմբերի 12-ին հանգեցրել են տասնյակ զոհերի։ Պակիստանը հայտնել է 23 զինվորի, իսկ Թալիբանը 9 մարտիկի մահվան մասին։ Ընդ որում յուրաքանչյուր կողմ պնդում է, որ հակառակորդը կրել է ավելի մեծ կորուստներ։ Պակիստանը փակել է Աֆղանստանի հետ սահմանային անցակետերը, սրելով լարվածությունը եւ մեղադրում է Թալիբանին զինյալներին աջակցելու մեջ, ինչը Քաբուլը հերքում է։ Աֆղանստանի Թալիբանյան վարչակազմի արտգործնախարար Ամիր Խան Մութահաքին դատապարտել է Պակիստանի օդային հարվածները, անվանելով դրանք մեծ սխալ եւ հայտարարել, որ Աֆղանստանը չի ընդունի որևէ երկրի ռազմական ներկայություն։ Թենեսի նահանգում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունը խլել է առնվազն 16 մարդու կյանք։ Փրկարարներին չի հաջողվել հայտնաբերել ողջ մնացածներ, հայտնել են տեղական իշխանությունները։ Պայթյունը տեղի է ունեցել Accurate Energy System ընկերությունում, Նեշվիլից հարավ-արևմուտք։ Դրա պատճառները դեռ հետաքննվում են։ Թենեսի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հորդորել է խուսափել տարածք այցելելուց, ապահովելու փրկարարների անվտանգ եւ արդյունավետ աշխատանքը։ Իսկ ընկերությունը ստեղծել է աջակցության կենտրոն տուժածների ընտանիքներին օգնելու համար։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կիրակի Կարակասում մասնակցել է Դիմադրության օրվա հանրահավաքին։ Առաջին անգամ հանրության առաջ հայտնվելով այն բանից հետո, երբ ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա չի խոսել Մաչադոյի մրցանակի մասին, բայց անուղղակիորեն ակնարկել է ըղել նրան մտնելով Լա Սայոնա բանահյուսական կերպարի մեջ։ Մադուրոն քննադատել է Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Կարիբյան ավազանում։ Ընդդիմության 58-ամյա առաջնորդ Մաչադոն 2024 թվականից թաքնվում է։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեղադրել է Եվրոպական միությանը Թբիլիսիում փողոցային պատերազմներ հրահրելու մեջ։ Չգիտեմ, թե որքանով են Եվրամիության մայրաքաղաքներում գիտակցում, որ խաղաղության նախագիծը գնալով ավելի է նմանվում պատերազմի նախագծի, բայց փաստը մնում է փաստ, Թբիլիսիի փողոցային պատերազմների հետևում կանգնած է Բրյուսելը, ասել է Պապուաշվիլին։ Հիշեցնեմ, հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայացած տեղական մարմինների ընտրություններից հետո ամեն երեկո Թբիլիսիում ընդդիմության բողոքի ցույցեր են անցկացվում։ Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։ Քննարկման առանցքում են տրանսպորտի, էներգետիկայի եւ մաքսային ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հարցերը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևն ընդգծել է Բաքվի հանձնառությունը բարիդրացիության, փոխըմբռնման եւ իրավահավասար գործընկերության սկզբունքներին, ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս ձևաչափով հանդիպումն առավել հետաքրքիր է այն համատեքստում, որ Բաքուն վերջին շրջանում խնդրահարույց թեմաներ ուներ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ։ Մինչև այդ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ թեև վերջին շրջանը ռուս-ադրբեջանական հարաբերություններում լավագույն պահը չէր, այդուհանդերձ կապն ամբողջովին չէր ընդհատվել, ակնարկելով, որ այն կարող էր եւ խզվել։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ ստեղծել են Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամ, նպատակ ունենալով թեթևացնել բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները։ Խոսելով բնակարանային ծրագրի բացթողումներից, Իսկանդարյանն ահազանգել է, որ շատ արցախցիներ, հատկապես Հայկազովի բենզալցակայանում պայթյունից տուժած փոքր ընտանիքները կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առջև։ Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել պայթյունով զոհված ընտանիքների հետ, ում ընտանիքի անդամների քանակը 2 եւ 3 է, որևէ աջակցության ծրագրից իրենք հնարավորություն չունեն օգտվելու եւ այդ մարդիկ հայտնվելու են փողոցում, ուղիղ փողոցում։ Արամուսի սահմռկելի սպանությունը բացահայտվել է 3 Կոտայքի ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու եւ կնոջ դիեր կան։ Նախնական տեղեկություններով սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների, Արամուս գյուղի բնակիչներ 64-ամյա տղամարդու եւ 59-ամյա կնոջ ուղղությամբ։ Կասկածյալը ձերբակալվել է, հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հրազեն
Գարոյանն անցած շաբաթավերջին հանրապետությունում տեղի էին ունեցել էլի մի քանի աղմկոտ սպանություններ ու բռնություններ, Շաբովյանում հրազենի գործադրմամբ, իսկ Չարենցավանի եկեղեցում հոգեհանգստի պահին 1 մարդ էր մահացու դանակահարվել։ Ամփոփելով հոկտեմբերի 10-ից 13 օպերատիվ վիրավիճակը հանրապետությունում ոստիկանությունից հայտնել են, որ բացահայտվել է 223 հանցագործություն, 35-ը վերաբերում են թմրանյութերի հայտնաբերման, 22-ը մարմնական վնասվածք պատճառելու, 10-ը անձնական ունեցվածքի գողության դեպքերին։ Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը, անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 67-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 6-ից 12-ը գրանցել է 653 դեպք, որից 295-ը արտակարգ, միայն հրդեհների դեպքերի թիվը հասնում է 205-ի։ Գրանցվել են նաև վայրի կենդանիների հարձակման 2 ինքնասպանության փորձի, 9 թունավորման 12, կեղծահազանգի 10, հրդեհի կեղծ կանչի 27 դեպքեր։ Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 133, զոհվել 15 մարդ։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ։ Կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 8 աստիճանով, տեղեկանում ենք հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Մեր երկիրը գտնվում է արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում դիտվել են տեղումներ, բայց ներողություն, այսօր երեկոյան ժամերից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից, իր տեղը զիջելով կրկին հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։ Այսպիսով այսօր երեկոյան ժամերից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն եւ առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հոկտեմբերի 14-ից 15 ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը պարգևատրվել է 3 ոսկե մեդալով։ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Լալայանը հավասարը չունեցավ գերծանրքաշայինների պայքարում։ Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 461 կիլոգրամ արդյունք։ Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Բահրեյնը ներկայացնող Գոր Մինասյանը։ Նա պարգևատրվել է 3 արծաթե մեդալով։ Երկամարտում Մինասյանը գրանցել է 447 կիլոգրամ։ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Դուբլին, որտեղ վաղը հոկտեմբերի 14-ին աշխարհի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրում կհյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը F խմբի 3-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց Հունգարիային։ Այս խաղից հետո Հայաստանի ընտրանին խմբում 3 միավորով 3-րդն է։ Խաղից հետո Հունգարիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին ասել էր, որ Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է, ոչ թե այսպես ասած շոկոլադե ձմեռպապեր պատրաստող թիմ։ Նրանք տեխնիկապես հմուտ են, լավ պաշտպանվում են խորքում, արագ հակագրոհում և արդյունավետ են ստանդարտ դիրքերից, ասել էր Ռոսին։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։